Ծնունդդ շնորհավոր Թրակ, իսկ սա քեզ մեր կողմից նվեր, մեր ընդհանուր լուսանկարը։ Իսկ հիմա Թրակ, փչիր մոմը ու նվիրական երազանք պահիր։ Ու ինչ, կարծում եք կկատարվի։ Անպայման կկատարվի։ Ես շատ եմ ուզում սովորել սկեյթ քշել։ Սկեյթը գցում ես առջևդ և ընթացքի ժամանակ ցատկում վրան։ Խնդրեմ։ Պարզ է, գցում եմ սկեյթը առջևս և ընթացքի ժամանակ ցատկում վրան։ Քշելու ինչ անսովոր ոչ։ Լավ, հիմա փորձիր ավելի խնամքով։ Եվ ստացվում է։ Շատ լավ է։ Բայց կարծում եմ մեզ ավելի մեծ սկեյթ է պետք։ Ես մի միտք ունեմ։ Ահա, կմարզվես սրա վրա։ Միայն թե խնդրում եմ չկոտրես, թե չէ տատիկի ձեռքից չենք վրցնի։ Եկեք Թրակի համար հատուկ ճանապարհ կառուցենք։ Ուրա, մենք Թրակի համար ճանապարհ ենք կառուցում, ճանապարհ Թրակի համար, ճանապարհ Թրակի համար։ Ճանապարհը հենց այստեղ էլ կկառուցենք։ Ես կմաքրեմ ավազը, Տորը կկոտրի քարերը, Անկին կբեռնի ու կտեղափոխի, իսկ Թրակը կտեղադրի ցանկապատը։ Խնդիրը պարզ է։ Տուրբոզավրեր, առաջ! Տեսնենք, թե ինչ ճանապարհ է ստացվել։ Սպասիր, ինձ սպասիր։ Թրակի համար ճանապարհը պատրաստ է։ Պատրաստ է, բայց փոշին շատ է։ Փորձիր Թրակ, մի վախենա։ Դու ամեն ինչ կհաղթարես։ Քեզ տեսնենք, հրաշալի է, ամեն ինչ ստացվեց, ուռա! Ուռա!
Շնորհակալ եմ բարեկամներս, որ նվիրական ցանկությունս իրականություն դարձրեցիք։ Ինչ գեղեցկություն։ Այ քեզ բան։ Հոյակապ է, կեցես։ Իդեպ շուտով իմ ծննդյան օրն է։ Լավ կլինի, եթե նվիրական ցանկությունս նախորոք պատրաստեմ։ Ես ուզում եմ Հոպ։ Դե, կոերտն է։ Ձանձրալի է։ Ինչով կարելի է զբաղվել։ Կեցես Թրակ։ Սա իսկական շախմատիստին արժանի քայլ է։ Օ, շշմելու է, ես ինչ է հաղթեցի։ Դեռ ոչ, նորից քո քայլն է։ Ձիով քայլ արա, ձիով։ Հիմա դու խփիր։ Երբ դարպասների մոտ ես կանգնած մի շեղվիր, թե չէ գոլ բաց կթողնես։ Ինչ ասացիր։ Խնդրեմ։ Ես զգուշացրեցի։ Ինքդ ոչինչ չես անում, ուրիշներին էլ խանգարում ես։ Իսկ ինչով զբաղվեմ։ Ոչ ֆուտբոլ եմ ուզում խաղալ, ոչ էլ շախմատ։ Ձեր, ես ունեմ մի բան, որ քեզ դուր կգա։ Հա։ Հին ռադիո ընդունիչ է, մեր ձեղնահարկից։ Նայիր։ Անպամած է, տեղ-տեղ հորդարատ անձրև է և ամբրող, ջերմաստիճանը 20։ Բարեկային մեքենա համար 5, խաչմերուկում խցանում է, պրկարարական ծառայություն, ընդունեք։ Բռնիր, հիմա կիմանաս բոլոր նորությունները։ Խնդրեմ, հիմա ձեռն էլ զբաղմունք ունեցավ, շարունակենք։ Մեզ համար ինքնաթիռ են գնել, բայց մորակրնորան ինքն է ուզում փորձարկել։ Երեխաներ հիշեք, նախ պետք է կարդալ հրահանգը։ Լավ, ամեն ինչ պարզ է։ Բորյա, միացրու։ Ինքնաթիռը չի թռչում։ Կոտրված է։ Նորամորակույն, իսկ դուք փորձեք բաց թողնել։ Բաց թողնել։ Բորյա, դու հրահանգը չես կարդացել ու ձևը չգիտես։ Իսկ ես կարդացել եմ և գիտեմ։ Լավ խաղացինք։ Մի տխրեք, մենք կգտնենք ձեր ինքնաթիռը։ Իսկ ձերն ուր է։ Նրա համար կարևոր առաջադրանք ունենք։ Լսել եք, Սահարա անապատում այսօր շոկ է, իսկ Անտարկտիդայում ձյուն է գալիս։ Օ, իսկ սա ինչ ազդանշան է։ Շատ տարօրինակ է։ Նման է սոս ազդանշանի։ Սոսը աղետի ազդանշան է։ Նշանակում է, ինչ-որ մեկին օգնություն է պետք։ Դատելով ազդանշանից դա ինքնաթիռն է։ Երևի ամպրոպի տակ է ընկել։ Ինչ անենք։ Օդանավակայան կկառուցենք, ճիշտ է։ Մոտենում է, արագացրեք, տոր, դաշտը մաքրիչ թփից ու քարերից։ Ուլ, հարթեցրու հողը։ Տրակ, պնդացրու հողն ու նշումներ արա։ Անկի արմատախիլ արա կոչղերը։ Դո, միացրու լուսացակները, դրանք մեր վայրեջքի լույսերը կլինեն։ Տուրբոսավրեր առաջ։
Ահա, ես տեսնում եմ լույսերը։ Հեյ։ Սա ինչ է։ Ինքնատիր, բայց փոքր։ Անչափ շնորհակալ եմ։ Բայց ինչպես գտաք։ Ռադիո ազդանշանն օգնեց ու եղանակի տեսությունը։ Ինչ հրաշալի օր է։ Դե ինչ, զբաղվենք առավոտյան մարմնամարզությամբ։ Մարմնամարզություն անելու տրամադրություն չունեմ։ Ավելի լավ է գնամ արևահարվեմ։ Հեյ, Անկի։ Ինչ լավ է թռնում զեռը։ Եթե միայն ես էլ կարողանայի։ Շշմելու է, երևի քնել եմ ու սա երազում եմ տեսնում։ Զիլ է։ Երբ արտանամ անպայման կխնդրեմ, որ զեռն ինձ թռնել սովորեցնի։ Զեր, սպասիչ։ Անկի, քնել ես ինչ է։ Զեր, երազումս այնպես էի թռչում։ Չես կարող ինձ սովորեցնել։ Թռչել։ Ոչ մի խնդիր։ Հիմա կսովորեցնեմ։ Թռիչքներին անցնելուց առաջ պետք է յուրացնել անվտանգության տեխնիկան։ Իսկ երբ ենք թռնել սովորելու։ Համբերություն։ Նախ անվտանգության տեխնիկան։ Ուրեմն այսպես։ Ահա, եւ վերջը, հարցեր կան։ Անկի, քնել ես ինչ է։ Ով է քնել, շատ ուշադիր լսում եմ, շատ։ Ուրեմն, կարող ենք անցնել թռիչքներին։ Թռիր, միայն ոչ շատ բարձր։ Բայց ես թռչել չգիտեմ։ Գլուխս տարար քո անվտանգության տեխնիկայով։ Ահա որ է։ Նույնիսկ մոռացել էի, որ դու թռչել չես կարող։ Դե լավ։ Մի բան կմտածենք։ Խնդրեմ, ասացի չէ, որ մի բան կմտածենք։ Իսկ դու վստահ ես, որ սա անվտանգ է։ Իհարկե, չէ որ սա կաղնու կեղև է, երկաթից ավելի ամուր։ Հաշվարկներում փոքրիկ սխալ է եղել։ Հենց որ արագություն հավաքես, թռիչ։ Ողջույն ընկերներ, իսկ որտեղ են Զեռն ու Անկին։ Մի քիչ էլ ու կհայտնվեց երկնքում։ Թռիչքուղին մի քիչ կարճ էր, հաջորդ անգամ կստացվի։ Իսկ ինչ է այստեղ կատարվում։ Հիմա ամեն ինչ կբացատրեմ։ Անկին խնդրեց, որ իրեն թռչել սովորեցնեմ։ Դե ես էլ։ Զեռ, սայլակը հենց այնպես թռչել չի կարող։ Դրա համար ցատկահարթակ է պետք։ Ցատկահարթակ։ Սա հարթակն է, որտեղից սկսվելու է թռիչքը։ Սրանք բռնակներ են սայլակի համար։ Սրանք ցատկահարթակի ամրակներն են։ Իսկ սա հարթակն է, որտեղ Անկին վայրեջք կկատարի։ Իսկ ես իրոք կթռչեմ։ Իհարկե։ Խնդիրը բարդ է, բայց անկարելի ոչինչ չկա։ Տուրբոզավրեր առաջ։ Ուրեմն այսպես, բուրն ու տորը պատրաստում են ցատկահարթակը։
Թրակն ու անկին շինանյութ են հավաքում։ Ձեռն ու դոն նշումներ են անում վայրեջքի համար։ Շշմելու բան կստացվի։ Հաջողություն, անկի։ Տես, դելտապլանը չկորցնես։ Մենք այն տատիկի սիրելի սփռոցից ենք պատրաստել, պետք է վերադարձնենք։ Պատրաստ։ Ուշադրություն, առաջ։ Զգույշ, լապ, աչ, ձախ, այ։ Տեսար, կեզ թրջել սովորեցրի։ Ուղղակի շշմելու էր։ Իսկ դու կարող ես սովորեցնել ինձ ծանրություն բարձրացնել։ Իհարկե, միայն սկզբում ստիպված ես յուրացնել անվտանգության տեխնիկան։ Վայ, լուսատտիկներ, ես էլ եմ այսպես ուզում։ Ոչ, արդեն ուշ է, պետք է տուն գնալ։ Ինչ լարակ ասա։ Դե բացվիր։ Ոչ, մեդալյոնս եմ կորցրել։ Տղաներ, բացեք դուռը։ Ինչ է կատարվում։ Անկի։ Գուցե պետյայի սենյակում մնամ։ Բայց ախր դռնից ներս չես անցնի։ Մենք էլ մեզ դուր կկառուցենք։ Չէ, հիմա քնենք։ Ահա։ Իսկ մեդալյոնն առավոտյան կփնտրենք։ Ինձ մի բաժակ ջուր կտաք։ Թակոցին ոչ ոք չի պատասխանում։ Էստեղ եմ ընկել, այս կողմերում պիտի լինի։ Ահա թե որտեղ ես։ Մենք էլ քեզ էինք փնտրում։ Ուր էր ամբողջ գիշեր։ Նա մեզ մոտ է գիշերել։ Ես մեդալյոնս եմ կորցրել։ Վայ։ Ոյ, բազարի ուրվականներ են։ Չէ, ուրվականներ չեն։ Ինչ որ մեկ անկի մեդալյոնն է գտել։ Այդ ինչ որ մեկը մոտ է։ Մեդալյոնները հեռավորության վրա չեն աշխատում։ Էսպես ծնգում է, իսկ էսպես չի ծնգում։ Ծնգում է, երբ շուրջը ծառեր կան։ Այդ ինչ եք բռնել։ Կուզեք փոխանակվենք։ Ոչ։ Ֆեդյա, Բորյա, մոռացել եք, որ խոստացել եք օգնել ինձ այգում։ Հա, ճիշտ է, նորամորակույր։ Դրսում իհարկե հետաքրքիր է, բայց չէ որ դուք խոստացել եք։ Լավ կլինի, եթե մինչև վաղն ամեն ինչ պատրաստ լինի բույսերը տնկելու համար։ Այսօր աշխատել չեմ ուզում։ Ես էլ չեմ ուզում։ Այդ դեպքում մենք առաջարկ ունենք։ Բայց դրա դիմաց մենք մեդալյոնն ենք ուզում։ Պետք է հողը հերկել, պարզ է բարեկամներ։ Այո։ Պարզ է։ Պարզ է, ոչ մի խնդիր։ Դրանից էլ հեշտ բան, դե ինքներդ գիտեք։ Բոլորին կատնացնեք։ Լավ, ուրեմն սկսենք։ Տուրբոզավրեր առաջ։
բաներ հրաշալի գործ արեցիք։ Շատ գեղեցիկ է, թեև կեղտոտվեցիք։ Ինչ եք անում։ Սա նրա համար է, որ Ֆեդյան ու Բորյան պահեն իրենց խոստումը։ Դուք նույնիսկ տնկել եք իմ փոխարեն։ Ուրեմն պաղպաղակի եք արժանի։ Գնամ դրամապանակս բերեմ։ Այո։ Դե լավ տղաներ, տվեք։ Գուցե մեզ պահենք։ Նորա մորաքույրը չգիտի, որ սա դուք եք արել։ Կիմանա, եթե նրան սա ցույց տա։ Անկի մյուս անգամ ուշադիր եղի։ Ինչ հրաշալի առավոտ է։ Ճիշտ որ իսկական ֆոտոշարք անելու ժամանակն է։ Դոն ծաղիկների հետ, դոն անտառում, դոն ճահճում։ Որտե՞ղ։ Ոչ մի դեպքում։ Ափսոս, ինչ տպավորիչ կադրեր կստացվեին շուրջը հողաթմբեր գործեր։ Բազա ընդունեք, արտակարգ իրավիճակ։ Գալիս ենք ձեզ մոտ, ոչ միտեղ չգնաք։ Ինչ է պատահել։ Լուրերով ասացին, որ նոր ճանապարհը բլրի կողքով են կառուցելու, անտառի միջով։ Պետք է ցույց տուր։ Ընդունվել է որոշում նոր ճանապարհը կառուցել շրջանցելով բլուրը անտառի միջով։ Մի քանի տասնյակ ծառեր կվերատնկվեն, բնությանը վնաս չի հասցվի։ Ուրեմն ճանապարհը մեր բազայի կողքով է անցնելու։ Ու մենք էլ չենք կարողանա դուրս գալ։ Այ ես շրջադարձ։ Ամեն ինչ վերջացավ։ Պետյա, Կատյա, մնաք բարով։ Մենք երջանիկ էինք միասին։ Բարով մնաք ծաղիկներ, անտառ, ճահիճ։ Արեգակ։ Ձեր, սպասիր, դեռ ամեն ինչ կորած չէ։ Մի միտք կա։ Մենք թունել կկառուցենք, ու ճանապարհը կանցնի ոչ թե բլրի կողքով, այլ միջով։ Ուրեմն կարող ենք ամեն ինչ ուղղել, ու ես նորից կկարողանամ թռչել։ Իհարկե։ Խնդիրը բարդ է, բայց անհնարին ոչինչ չկա, բայց պետք է սպասենք մինչև երեկո։ Բոլոր աշխատողները կգնան տուն, իսկ մենք կսկսենք շինարարությունը։ Ինչին ենք սպասում, արդեն երեկո է, թունել կառուցելու ժամանակն է։ Մի անհանգստացիր ձեր, կհասցնենք։ Բուլ, հավաքիր բազան։ Ժամանակն է։ Աշխատողները հեռացան։ Կարող եք դուրս գալ։ Տուրբոզավրեր առաջ։ Անկի, բետոնե սալիկներն ուրիշտեղ փոխադրիր։ Այ այնտեղ կա։ Հիմա տեղանքը մաքրենք քարերից։ Տրակ, դա քո գործն է։ Իսկ քարերն ուր դնեմ։ Ոչ շատ հեռու։ Դրանք մեզ դեռ պետք են գալու։ Կարելի է եւ ավելի խնամքով։ Այս քարն օրինակ ծուռ է դրված։ Մյուս անգամ քարերը դու կտեղափոխես։ Ցույց կտաս ճիշտ ձևը։ Ձեր, քեզ համար առաջադրանք կա։ Հետևիր ճանապարհին, եւ եթե մեկը հայտնվի, ազդանշան տուր։ Տոր, հիմա քո հերթն է։ Սկսիր փորել տունելը։
Բուլ հավաքիր մանր քարերն ու ավազը եւ բարակ շերտով տարածիր ճանապարհով մեկ։ Տագնապ, ես ոզնի տեսա։ Ձեր, ոզնին մեզ չի խանգարի։ Միրոք, բարձապես ասացիր, եթե ինչ-որ մեկը հայտնվի, շարունակում եմ հետևել։ Դե ինչ ժամանակն է։ Դո, երբ ամբողջովին մտնի, լուսարձակներով կօգնես մյուսներին։ Տուրբոզավրեր առաջ։ Փորձիր լույսը գցել հենց թունելի մեջ, լավ չեմ տեսնում։ Քիչ է մնացել։ Հրակ, հիմա պետք է այն քարերով ամրացնել թունելի մուտքը։ Պետք է նշան կախել, որի վրա գրված է թունելի բարձրությունը։ Ձեր, թռիր բազա ու տպիր նշանը տպիչով։ Առավոտյան նոր մայրողու շինարարները թունելի մուտք են հայտնաբերել։ Գուցե դա գիտնականների համար մինչ օրս անհայտ հինավուրց քարանձավ է։ Այժմ մայրուղին կանցնի ուղիղ բլրի միջով եւ անտառը չի վնասվի։